F-Net ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Սոնա Մադոյանն ու առաջխաղացման բաժնի ղեկավար Էդգար Ենգիբարյանն են մեր այսօրվա հյուրերը։ Նրանց հետ կհասկանանք տարբեր ծառայություններից, թե F-Net-ը առաջարկում է ինչ ծառայություններ, ինչ նորություններ, կարծում եմ, որ բավականին թեմաներ ունենք, որոնք մեզ հետաքրքիր են։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Նախ եկեք հասկանանք, թե ինչ է F-Net-ը, ինչով է զբաղվում եւ ինչ ծառայություններ է մատուցում հայ ազգին։ Դու չգիտես որ։ Ես գիտեմ, բայց հարցը չէ, ինտրիգա եմ մտցնում, որ մարդը չգիտի։ Մարդը չգիտի։ Այո։ Եվ խնդրեմ, բացատրեք։ Կրկին բարև ձեզ, շնորհակալություն հյուրընկալության համար։ F-Net Telecom-ը 2009 թվականից է շուկայում։ Մենք ոչ միայն հեռահաղորդակցային, նաև տեխնոլոգիական մեծ ընկերություն ենք։ Իհարկե սկսել ենք շատ փոքր չափերից ու այս 16 տարվա ընթացքում հասել ենք մեծ ծավալների, մատուցելով մի շարք ծառայություններ, IPTV, անալոգային հեռուստաընկերությունից սկսելով հասել ենք IPTV, ինտերնետ, սմարթ լուծումներ, մի շարք սմարթ լուծումներ։ Հիմա մեր ծառայությունները հասանելի են Երևանում եւ պլյուս նաեւ 6 մարզում Որոնք են այդ մարզերը։ Գեղարքունիքի մարզ, Արարատի մարզ, Կոտայքի մարզ, Շիրակի մարզ, Լոռու մարզ, Վայոց ձորի մարզ, որը չասեցի։ Ոնց որ սա Բոլոր Բոլոր ասացի։ ասացի։ Մնացած մարզերը կարող են դիմել եւ նորից Այո, շուտով հասանելի կլինենք նաեւ մնացած մարզերում, մեր նպատակն է Ընդլայնվում եք։ Այո, միանշանակ ընդլայնվում ենք եւ տիրույթով եւ մատուցվող ծառայություններով եւ առաջիկա տարվա նպատակն է ամբողջ Հայաստանի Հանրապետությունում հասանելի լինել։ Իդեպ նշեմ, որ մեր ծառայությունները ոչ միայն ֆիզիկական անձանց համար են, այլև բիզնեսների համար են։ Այն ծառայությունները, որոնք որ նշեցի, նաև բիզնեսների համար են, մեր ծառայություններից օգտվում են նաև կորպորատիվ ընկերությունները, բիզնեսները։ Վերջին շրջանում շատ ենք լսում նոր հարթակի մասին, F-Time-ի մասին։ Գիտենք, որ այն ներկայացվել է նաև Digitech 2024-ին, այ ինչ պրոդուկտ է սա։ Արնել ջան, ճիշտ նշեցիք, մենք նոր ծառայություն ունենք արդեն։ Մենք վաղուց ենք աշխատել այս նոր ծառայության վրա եւ այսօր արդեն պատրաստ ենք մեր բաժանորդներին, արդեն իսկ մեր բաժանորդներին հանձնել մեր նոր պրոդուկտը F-Time է կոչվում։ F-Time-ը պատկերացրեք մի հատ հարթակ է, որտեղ որ կարող եք դիտել ձեր սիրած յուրաքանչյուր ֆիլմը, մուլտֆիլմը, սերիալը, այնտեղով նաև կարող եք դիտել հեռուստաալիքներ։ Այսինքն ինքը app է, հա, որ կարող ենք Ինքը հավելված է, որ smart TV-ով կամ սմարթֆոններով կարող եք քաշել ու դիտել ցանկացած վայրից եւ դիտել ոչ միայն ֆիլմեր, սպորտային ալիքներ կան, ալիքներ տարբեր բազմաժանր ալիքներ կան, բացի ալիքներից Այսինքն դա հեռուստատեսություն է ձեր սմարթֆոնում։ հեռուստատեսություն, բայց բացի հեռուստատեսությունից նաև ֆիլմեր, content, սերիալներ, չգիտեմ, հաղորդումներ հարցազրույցներ։ նույնիսկ, Իսկ նորից բաժանորդագրման արդյունքում բաժանորդագրման արդյունքում այս պահին մենք ունենք շատ լավ նորություն ամանորին ընթառաջ Գալիս է ամանորը։ ամանորին ընթառաջ այո ասես հրաշք առաջարկ ունենք մեր արդեն ներկա բաժանորդների համար այն մարդիկ ովքեր օգտվում են մեր ինտերնետ TV փաթեթից իրանց համար այս պահին անվճար կլինի բոլոր այդ կոնտենտը ֆիլմեր Իսկ մարդիկ որոնք որ դեռ չեն օգտվում։ ովքեր դեռ չեն օգտվում քանի որ ամանորը իրանց համար էլ անվճար կլինի եթե Ամանորը բոլորի Խորոմանտի, դեսա։ Ով ես ես տխրեցի, օ, բոլորը մարդ։ Այսինքն պետք է ներբեռնել պարզապես պետք է զանգարել F-Net, գրանցվել եւ ծառայությունը արդեն մենք կմատուցենք։ Պետք է զանգարել ձեզ, հասկացանք։ Մի քիչ խոսենք նրա մասին, ինչի հետ տասնյակ հազարավոր մարդիկ ամեն օր դիպչում են։ Խոսքը դոմոֆոնների մասին է, ինչու նախ այդպես տարածում շատ արագ, այսպես ասած, տարածվեց, հենց ձեր դոմոֆոնները եւ ինչով են նրանք ավելի լավ, քան ուրիշ դոմոֆոնները։ Հայրեն դոմոֆոն մեծ լոկ մաշտոցը։ Չէ, այդ հարցը խնդրեմ ինձ մի տվեք, գողորտը։ Այնտեղ որտեղ որ պատտվում է, այո։ Իրականում ես էլ եմ փնտրել հայերեն տարբերակը ու այդպես էլ չկարողացա գեղեցիկ տարբերակ գտնել։ Մենք էլ ինչպես նկատեցինք։ Անպայման չի գեղեցիկ, կարող եք ինչ-որ բար հորինել, ասել որ սա դոմոֆոն Դա ասենք դոմոֆոնային համակարգ, քանի դեռ չունենք հայերեն գեղեցիկ տարբերակ։ Նախ հաճելի է, որ նկատում են, մեր նպատակն էլ հենց դա է։ Ի սկզբանե մեր դոմոֆոնային համակարգերը ստեղծվել են, սկսել ենք մատուցել մեր բաժանորդների անվտանգության ու ապահովության համար։
կենտրոնում եթե նկատել եք, հենց մեր դամաֆոնային համակարգի կողքին կան լուսավորվող վահանակներ, որտեղ որ հենց այդ խորագիրն է ապահով Երևան ու մեր գերնպատակը դա է ապահովել անվտանգություն։ Ինչով ենք մենք տարբերվում շուկայում առկա մրցակիցներից, մենք տարբերվում ենք մի շարք ֆունկցիոնալով։ Նախ մեր դոմոֆոնային համակարգը կառավարվում է ամբողջությամբ հավելվածով։ Ցանկացած վայրից դուք կարող եք մտնել, տեսնել ինչ է կատարվում շենքի դիմաց օնլայն տեսախցիկով, ինչպես նաև բացել, փակել, կառավարել մուտքը։ Մենք նաև ունենք տեսնելով է եկել, որ ժամին է եկել, չէ՞։ Այո, միանշանակ նաև հյուրը զանգը տալուց հետո կարող եք դուք նաև զրուցել հյուրի հետ տեսազանգով տեսնելով եք ամնած տրանդի մեջ կարող ես բերնել ու ասել, որ չի գա։ Այն ինչ որ մտածում ես դրա բաց թողնված զանգերը նայելու զանգերի հնարավորություն պատմությունը նայել, ցանկալի հյուրերին կարող եք հղում ուղարկել։ Այս Զանգը տալու արդեն կարող են մուտք գործել, բնակարան ունենք նաև անհպում կառավարում, այսինքն Bluetooth-ի եւ Face ID դեմքի ճանաչման միջոցով եւս։ Այո, եթե թույլ կտակ ասեմ, որ մենք ունենք այս դամաֆոնից օգտվում ենք եւ պիտի ասեմ, որ այն նաեւ շատ մատչելի է, ինչի մասին ուզում եմ խոսել։ Այ Bluetooth-ով է, էկրանն է, մենք ունենք հավելվածը մեր հեռախոսի մեջ, մենք տեսնում ենք զանգով բացում ենք ամեն ինչ։ Օրը մեջ փոխում եք ձեր սաներվածքը, ճանաչում է ձեզ։ Իսկ ինչի՞ց որոշեցիք, ես օրը մեջ իմ սաները Ամենական որ գալիս եք երբեք տարբեր սաներվածներ։ Գոհ, նրանք մեզ շատ լավ են ճանաչում։ Նրանք խելացի Ոչ են։ մի բան չի կողմ։ Այսինքն եթե ես անգամ օրինակ լինեմ բարի քայլին ինչպես է։ Դե գոհ Կեղծամ։ Կերտանով ինձ կճանաչի։ Այո։ Okay, լավ։ Մի քանի Face ID-ա, Face ID։ մի քանի տարբեր ռակուրսից նկարներ կարող եք մատնել։ Ես տարբեր սաներվածքներով գորիացել եմ բացվում։ Դիևնելի Դորը պատրաստ է անգամ կեղծամով եւ ապացուցել, որ F-net-ի համար պատրաստ եմ անգամ։ Չէ, իսկապես եթե հումոր չանենք, այո, իսկապես այն շատ հարմար է։ Նաև խոսենք ապահովության մասին, չէ, որ մենք այսպիսքան, եթե հիշենք մեր մանկությունը, այդպիսի բան չկար, մեր տանտերներն էին անգամ բաց, բայց ժամանակահատվածը փոխվել է եւ հիմա շատ լավ է, որ կան գրեթե բոլոր եւ դուք նշեցիք կենտրոն, բայց պիտի ասեմ, որ մենք կենտրոնում չենք ապրում, բայց իդեպ անգամ նոր նորքում կա ձեր ասած բոլոր տարբերակները, երբ կարող ես օգտվել, այսինքն խոսում են նաև նրա մասին, որ դուք կենտրոնից նաև ընդլայնվում եք ըստ երևույթին։ Միանշանակ ավելացնեմ, որ մեր դոմոֆոնային համակարգերը ոչ միայն Երևանում են, մենք այս բան ունենք նաև Սևանում, Արտաշատում, Աբովյան քաղաքում, այնտեղ էլ է արդեն դա։ Այո, տարածքում ենք ամբողջ Հայաստանում։ Դուք խոսեցիք նորությունների մասին, խոսեցինք թե ամանորին էլ ինչ անակնկալներ ունենք բոլոր ձեր հաճախորդների համար կամ միգուցե այն մարդկանց համար, ովքեր պատրաստվում են դառնալ ձեր հաճախորդը։ Կամ չէին է պատրաստվում, բայց հիմա այդ նորությունը լսեն եւ պատրաստվեն։ Երևի թե խոսամ մեր ամանորյա արշավի մասին մի փոքր, հրաշքներ լինում են, հատկապես F-net-ում, այդպես է կոչվում, այդպես է կարգախոսը, եւ այդ արշավի շրջանակներում առաջարկում ենք մի հատ շատ լավ առաջարկ փաթեթ, որը կոչվում է տան համար փաթեթը, որտեղ ներառված են մեր բոլոր ծառայությունները, նույն F-time, նոր հարթակը, խելացի դամաֆոնները, ինտերնետ, հեռուստաալիքներ, բոլորը մեկում եւ ընդամենը 6400 դրամով մարդ կարող է ամսական ունենալ այդ բոլոր ծառայությունները։ Այսինքն ինտերնետ, դամաֆոն, ալիքներ, հեռուստատեսություն, F-time հարթակը, Վաու, 6400։ 6400։ Շատ կարևոր հարց։ Օրինակ, հիմա նշենք կա, որոնք որ արդեն ունեն դամաֆոն, բայց դժգոհ են։ Կարող են դիմել ձեզ միանգամից, ինչպես է դա։ Խզում են պայմանագիր այն ընկերության հետ։ Այսինքն դուք համ 0-ից եք, եթե չկա դոմոֆոն գալիս եք տեղադրում եք այդ ամենը, համ էլ այն դեպքում, եթե այնտեղ ինչ-որ բան կա, դուք գալիս եք եւ ձեր բնակիչների ցանկությամբ այդ ամեն ինչը կատարվում, եթե շենքի մուտքի բնակիչների 50%-ից ավելը համաձայնում են տեղադրել մեր դամաֆոնային համակարգը, մենք միանշանակ մոտենում եւ անվճար տեղադրում ենք դամաֆոնային համակարգը։ Շենքի բնակիչները կարող են որոշել այդ հարցը եւ համատիրությունը։ Եթե կառավարող մարմին կա համատիրություն, ներողություն, համատիրությունն է որոշում, այո։ Եթե ոչ, շենքի բնակիչները իրենք կարող են որոշել, զանգարել։ Արդար քվեարկության արդյունքում դա ինչպես որ մեր շատ բաներ մեր երկրում։ Եթե դուք ասացիք, որ ոչ միայն ֆիզ անձանց, այլ նաև ընկերություններ, չգիտեմ, կորպորացիաներ եւ այլն։ Այդ դեպքում իրենց համար ավելի լուրջ ինչ որ բաներ եք առաջարկում անվտանգության բարելավելու, ավելի հզոր, չգիտեմ, կամերաները շատ, կառավարության շենքը դիմում է F-net-ին
Բնականաբար բիզնեսի համար ունենք այլ ընդլայնված լուծումներ, եւ ինտերնետի մասով եւ տեսահսկման մասով եւ նույն դոմոֆոնային համակարգի մասով, ներքին ցանցի կառուցման մասով բիզնես լուծումները եւս շատ են, բազմազան են եւ բիզնես լուծումները անհատական են, այսինքն յուրաքանչյուրի կարիքներից ելնելով են առաջարկում է, այսինքն դուք տեսնում եք ինչ է պետք եւ այլն քննարկում եք։ Նաեւ նշեցիք, որ 16 տարի ինչ շուկայում եք, սա բավականին երկար տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք է, ինչ ճանապարհ եք անցել եւ որտեղից եք սկսել։ Մենք սկսել ենք շատ փոքր մի քիչ Գարաժից։ Շատ հայտնի կորպորացիաներն են գարաժներից սկսել իրենց գործունեությունը։ Ճիշտ ուղու վրա եք պաստոր։ Մասիվում, երրորդ Ես ուզում եմ ասել, որ նոր-նորքի բնակիչները համաձայն չեն, որ նոր-նորքն է կենտրոնը։ Այո, նոր-նորքից է ամեն ինչ։ Դավիթ Աշենը ոչ։ Ինքինս նոր-նորքից է։ Հասկացա։ Նոր-նորքում փոքրիկ ավտոտնակից է սկսել այս ամեն ինչը, մինչև 5 հոգանոց աշխատակազմով։ Թանգարան չէ, բայց շարունակում է դեռ։ Ես հիշում եմ ամենասկզբից ալիքները։ Դեռ հա ճիշտ եմ հիշում այս հերոստատեսային ալիքները, որովհետև նրանք այն փաթեթը, որ դուք եք առաջարկում, ինքը շատ ավելի մաչելի էր, բայց շատ ավելի ալիքներ էր ներառում իր մեջ։ Ես հիշում եմ այդ։ Ես նույնիսկ հիշում եմ ալիքների քանակը 66 ալիք էր, անալոգային ալիքներ էին։ Դեռ կոչվում էր նոր-նորք կաբելային ծառայություն 2009 թվականին։ Դուք ի սկզբանե եղել եք ընկերությունում, հա։ ՆՆԿՑ նոր-նոր կաբելային ծառայություն։ Մասամբ եղել։ Եվ նաև հիշում եմ, որ կային որոշակի սպորտային ալիքներ, քանի որ գիտեք, մեր տանը առանց սպորտ հնարավոր չէ, որոնք միայն դուք ունեիք, եւ այդ ֆուտբոլները, որոնք որ կարող էիք նայել ձեր ընկերության արդյունքում, ուրիշ ոչ մի ընկերություն չուներ։ Միգուցե շուտով գան նորից այդ ժամանակները, որ նորից կփնտրեք ալիքներ, որոնք ոչ ֆուտբոլային են լինելու եւ այլ տեղ չի կարելի դիտել, դրա համար ներբեռնեք այդ F-time-ը, բայց նորից եմ հարցը տալի։ Հնարավոր է միանգամից ներբեռնել, թե պետք է դիմենք ձեզ, դիմում գրել, ինչպես է դա։ Ներբեռնել հնարավոր է, ուղղակի օգտվելու համար, ասեն պետքա կապ հաստատել։ Այդտեղ ներբեռնելու ժամանակ արդեն ամեն ինչ բարձ ասում է, քայլերը մասնագետները արդեն կօգնեն ձեզ։ կողորտեն։ Դե շատ կարևոր է։ Ես ուրախ եմ, որ փոքրիկ, այսպես ասած, ընտանեկան բիզնեսները, որոնք որ ծնվում են ավտոտնակներում, դառնում են հետո հանրապետական մասշտաբի եւ արդեն տեսեք, որ Երևանում եւ 6 մարզերում մնաց ընդամենը 4 մարզ մնաց, իսկ հետո օրինակ, երբ որ արդեն Հայաստանը ամբողջը ձեր լինի, մտածում եք, չգիտեմ, Իրանական Իսլամական Հանրապետություն, Վրաստան, չգիտեմ, Որտեղ շատ հաճախ ենք լսում, որ ինտերնետի խնդիրներ ունեն մեր հարևանները։ Գուցե ոչ ինտերնետով, բայց այլ ծառայություններով հնարավոր է դուրս գանք շուկայից, Հայաստանի շուկայից, Հայաստանի սահմաններից։ Հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ, այս բան սմարթ լուծումների ուղղությամբ ենք աշխատում, smart home գաղափարը ինտեգրելու, ամեն ինչ smart դարձնելու, այո, խելացի տուն դարձնելու։ Մի շարք այլ լուծումներ էլ կան, այս բային BPM համակարգ ունենք բիզնեսների համար, որը եւս արտահանելու նպատակով է ստեղծված։ Մի խոսքով մենք չենք սահմանափակվում հեռահաղորդակցային ծառայություններով, մշտապես ընդլայնում ենք մեր ծառայությունների շրջանակը, աճում ենք եւ այո, փոխվում ենք նպատակներում կա դուրս գալ նաեւ Հայաստանի շուկայից։ Հիանալի։ Հա, դե ինչ ձեր գալիք նոր տարին շնորհավոր, շնորհակալ բաները F-net-ին եւ եթե դա ձեզ հետաքրքրեց, ինձ թվում է բոլորը կարող են վերցնել իրենց փոքրիկ հեռախոսները կամ մեծ համակարգերը։ Մեծ ռոպ մաշտոցելի լարվեց, ուղղակի գրեք F-net։ Փնտրեք, այո, փնտրուկ արեք։ Փնտրուկ եւ գտնուկ։ Փնտրուկ, գտնուկ եւ երջանիկ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ։ Այս պահին մեզ մոտ գովաստ։ Գովաստ շանթի եթերում։ Ներբեռնենք եւ տեսնենք ինչ կա F-time-ում օրինակ։